Գործարար ալիքն եք դիտում կամ լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում, նաեւ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, ինչից կարող եք ենթադրել, որ երկարատև դադարից հետո մենք քննարկում ենք մինչեւ հաղորդումը, պարզվեց, որ դադարը բավականին երկարատև է, մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, բարև ձեզ սիրելի Դավիթ։ Այո, մենք չենք հանդիպել երկու շաբաթ մոտ տարբեր պատճառներով։ Ես էի բացակայում, դուք եք բացակայում։ Հիմա բարև եմ եկել ես եւ ողջունում ենք բոլոր մեր լսողներին եւ դիտողներին։ Իրադարձությունները իրականում էս երկու շաբաթվա ընթացքում շատ էին, թե ներսը, թե դուրսը, բայց մենք ձեր առանձնացրածն ենք քննարկում, որն էր ձեզ համար առավել կարևորը։ Մենք բաց ենք թողել քննարկումներից մի քանի իսկապես կարևոր իմ կարծիքով իրադարձություն, որոնց կուզենայի անդրադառնալ արդեն այսօրվա մեր հանդիպման ժամանակ։ Եկեղեցին մեր հիմնական մայր տաճարը ոցվեց, բավական այդպես կազմակերպված արարողություններ։ Պետք է նշեմ մի քանի բան։ Մեկը, որ եկեղեցին իհարկե ձեռք մեկնեց իշխանություններին եւ ոչ միայն բոլորին հրավիրեց, այդ ձեռքը ոչ բոլորը ընդունեցին, ոչ բոլորը սեղմեցին։ Իշխանությունները մասնակցեցին տիտուլային, այսպես ասած, ընդդիմություն կոչվողը չմասնակցեց։ Ցավոք սրտի պիտի արձանագրել, որ մենք դեռևս նորից չունենք կոնսենսուս մեր քաղաքական իրավիճակում, քաղաքական դաշտում կամ դրա մնացորդներում գոյություն չունի կոնսենսուս։ Ես բավական մեծ, այսպես ասած, հիասթափությամբ եմ այդ ամեն ինչը դիտարկում, որովհետև քաջածանոթ եմ օրինակ շվեյցարական իրավիճակին, որտեղ գոյություն ունի ընդամենը 5 կուսակցություն եւ մշտական կոնսենսուս։ 7 կառավարության անդամ են, կոնսենսուսային տարբերակով ընդունվում է այդ կոալիցիոն կառավարության կարգը եւ տարին մեկ անգամ փոխվում է այնտեղ հանրապետության նախագահը, բայց ազգը համարում է իր քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից այդ քաղաքական կոնսենսուսը, որը գոյություն ունի։ Մեզ մոտ կոնսենսուս չկա ընդհանրապես, իսպառ բացակայում է, այսինքն սրանք նրանց են համարում դավաճան, նրանք սրանց են համարում դավաճան, մեկը մեկին դավաճան համարելով, ես կարող եմ միանշանակորեն պնդեմ, որ նման իրավիճակում արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չէ ուղղակի։ Եթե դու գիտես, որ քո հակառակորդը գալու է քեզ ուղղակի տապալելու եւ ուրեմն հաշվեհարդար ունենալու, երբևիցե չես համաձայնվի, այսպես ասած, արդարություն իրականացնել, որովհետև եթե դա քո շահերից չի բխում, ուրեմն արդարությունը չես իրականացնի։ Ուրեմն նման իրավիճակում, կոնսենսուսի բացակայության իրավիճակում, ցավոք սրտի ես պիտի փաստեմ, որ արդար ընտրությունների ապագան մեզ չի, ուրեմն ոչ մի բանով չի սպասում։ Ցավոք սրտի։ Սա մեկ, երկրորդը, այսինքն եկեղեցուն ես պիտի ողջունեմ այն իմաստով, որ նախ բացվեց վերջապես ուրեմն մեր մայր տաճարը, դրա փակ լինելը 7 եւ ավել տարիների ընթացքում մեծ խնդրեմ էր իհարկե, որովհետեւ դա կարիք կա, էլի, մայր տաճարը պիտի աշխատի այնուամենայնիվ։ Ինչը ինձ դուր չեկավ այդ մեդալների, այդ շքանշանների եկեղեցական այդ արարողությունը մի տեսակ նմանվեց այդ հարուստների խրախճանքի, հասկանում եք, այդ հաստ քսակների, այսպես ասած, ես շատ ավելի կնախընտրեի, որ եկեղեցու այդ ուրեմն վերակազմակերպմանը, վերաթողարկմանը, այսպես ասած, կապիտալ շինարարությանը ֆինանսական մասնակցություն բերեին, ասենք 1 միլիոն հայորդի, ամեն մեկը մի $5 ենթադրենք, քան թե 5 հոգի հայորդի, ամեն մեկը 1 միլիոնով, եւ մենք ինչ ենք ստանում։ Այսինքն ստացվեց, որ այդ ամեն ինչի արդյունքում եկեղեցին շնորհակալություն հայտնեց 5-6 հոգու հաստակսակ, այսպես ասած, հայերի։ Ինձ դա դուր չի գալիս ընդհանրապես, եւ երևի թե եկեղեցու
պրոբլեմներից ամենակարևորը հենց դա է, այսինքն եկեղեցին բոլորինս է, այլ ոչ թե 5-6 հոգի հարուստներինը, որոնց պետք է նշել։ Իհարկե, ասենք այլ հավասար պայմաններում կամ այլ իրավիճակներում, եթե այլ տարբերակ չկա, այո, պետք է դիմել հաստակսակներին։ Բայց ես կարծում եմ, որ մենք հենց ժողովրդականություն պիտի հաղորդենք մեր եկեղեցին հավասարապես եւ հարուստինն է եւ աղքատին եւ ավելին առաջին հերթին աղքատինն է, հասկանում եք, իսկ այստեղ ստացվեց, որ այդպես հարուստների որոշակի խրախճանք տեղի ունեցավ, որը ինձ բացարձակապես դուր չեկավ այդտեղ, պիտի ասեմ։ Այս ինչ վերաբերում է եկեղեցուացմանը, բայց իհարկե բոլոր այորտիներին ես կխրախուսեի, որպեսզի անպայման նոր բացված մարտաճար այցելեն, որովհետև եւ շինարարները եւ նկարիչները, մարդիկ, ովքեր մասնակցել են այդ ամեն ինչի վերականգնմանը, շատ մեծ ջանքեր են գործադրել, պրոֆեսիոնալ բարձր որակի աշխատանք են տարել երկար տարիների ընթացքում եւ ես կարծում եմ, որ դա շատ արժանի է այսօր արդեն մայր տաճարը որպես մայր եկեղեցի եւ ուրեմն իհարկե կհորդորեի, որպեսզի բոլորը գնային եւ խոնարհումը բերեին մայր տաճարին։ Նաև շնորհավորում ենք հավատավոր հայ ժողովրդին, անպայման, որովհետև սա իրականում շատ լուրջ իրադարձություն է մեր հոգևոր եկեղեցական կյանքում, այսինքն ամեն օր տենց բաներ տեղի չեն ունենում, ամեն օր չի որ մայր տաճարը վերոցվում է։ Անպայման։ Երկրորդը ուրեմն Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ այդ հանձնաժողովը միջկառավարական Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստեղծված դրա կանոնակարգը համապատասխանում է մեր սահմանադրությանը, բայց ես պիտի ասեմ, որ վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ այդ ելույթում ըստ էության ալգորիթմը տվեց Հայաստանի Հանրապետության գործողությունների։ Ալգորիթմի կարևորագույն մասը հենց կազմում էր Սահմանադրական դատարանի կողմից որոշման ընդունումը, որ եթե դա համապատասխանում է, ուրեմն կանոնակարգը համապատասխանում է սահմանադրությանը եւ եթե Սահմանադրական դատարանը համարի, որ մեր սահմանադրության մեջ առկա չեն որևէ պահանջներ, տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ապա հաջորդ քայլը արդեն վավերացումն է ազգային ժողովի կողմից եւ ուրեմն Հայաստանը պատրաստ է խաղաղությանը։ Սա արձանագրվեց ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանը նման ելույթ ունեցավ եւ ըստ էության Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հենց այդ ալգորիթմի բաղկացուցիչ կարևորագույն մասն էր։ Բայց ինչ ունենք մենք հակառակ կողմում։ Մենք հակառակ կողմում ունենք բացարձակ անհաղորդ վիճակ, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն ցուցադրաբար պատրաստ չէ խաղաղության, այլ նաեւ ել ավելի է սրում իրավիճակը, այսինքն ամեն անգամ մեր նահանջը իսկ Սահմանադրական դատարանի նմանատիպ որոշումը իհարկե մեր հերթական զիջումներ, հերթական նահանջներ։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն մի նահանջ քայլի դիմաց մենք ստանում ենք շատ ավելի ագրեսիվ հայտարարություն Ադրբեջանի կողմից, մասնավորապես տեղի ունեցավ այնտեղ 2-3 շատ կարևոր հայտարարություն, ագրեսիվություն բացահայտող հայտարարություն, մեկը որ Ալիևը հայտարարեց, որ մենք ուրեմն ազատագրել ենք իրենք, այսինքն ազատագրել են արևելյան Ադրբեջանը եւ հիմա հերթը արևմտյան Ադրբեջան վերադառնալուն է, այսինքն արևմտյան Ադրբեջան նրանք կոչում են այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մի խայտառակ, ագրեսիվ, ես կասեի անգամ ֆաշիստական հայտարարություն, որ տեղի ունեցավ հենց մեր Սահմանադրական դատարանի որոշումը ընդունելուց հետո։ Դրանից բացի ուրեմն արդեն նրա մերձավորները, որոնք նույնպես ներկայացնում են Ադրբեջանի պաշտոնական կարծիքը, հայտարարեցին, որ Ալմատայի հռչակագիրը ընդհանրապես սահմանների մասին չէ, սահմանները որոշված չեն եւ պետք չէ ուրեմն հիշատակել Ալմատայի այդ հռչակագիրը սովետական միության փլուզման մասին հռչակագիրը բացարձակապես ուրեմն կապ չունի սահմանների հետ։ Սա երկրորդ հայտարարությունն էր եւ երրորդ հայտարարությունը, որ ավելի վատն էր եւ մի քանի անգամ կրկնվեց ադրբեջանական պաշտոնական աղբյուրների կողմից, որ մեր սահմանները պայմանական սահմաններ են, հայ-ադրբեջանական սահմանը պայմանական սահման է։
Սա բերում է մեզ այն եզրակացության, որ ավանաբար Սահմանադրական դատարանի մեր որոշումը, սա վերջի քայլը պետք է լիներ նման նահանջների, որովհետև մենք տեսնում ենք, որ բացարձակապես դրա դիմաց մենք չենք ստանում կառուցողական որևէ մոտեցում Ադրբեջանի կողմից, ես սա ասում եմ ռեալ, բացահայտ, այսպես ասած, փաստերը արձանագրերով եւ կարծում եմ, որ մենք եւ մեր իշխանությունները, քաղաքական ղեկավարությունը, պետությունը ներկայացնող մարդիկ արդեն պիտի կարծում եմ ուրեմն հայտարարություն անել, որովհետև անգլերեն կա նման մի արտահայտություն, ասում են enough is enough, հա, այսինքն բավարարը է, արդեն վերջ, հերիք եղավ, բոլ եղավ, այսպես ասած, հա, մենք պիտի արդեն ասենք, որ սա արդեն մեր վերջին նահանջն էր։ Ըստ էության, մեր ալգորիթմը գործողությունների, նորից եմ կրկնում, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարվեց Փաշինյանի կողմից։ Բացի դրանից հետո տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների այդ համաժողովը, որտեղ նույնպես Փաշինյանը կրկնեց այդ նույն թեզերը եւ ըստ էության արձանագրեց մեր ամբողջական պատրաստակամությունը գնալ խաղաղության։ Դրա դիմաց մենք ստացանք Ալիևի կողմից բացարձակ առհամարանք։ Ուրեմն այդ հարցին ընդհանրապես նա չանդրադարձավ ԱՊՀ անդամ երկրների համաժողովում, նա խոսում էր ամեն ինչի մասին, բացի հայ-ադրբեջանական կարգավորումից։ Սա նշանակում է, որ նա ընդհանրապես պատրաստ չէ դրա մասին խոսել եւ մենք պիտի ընդհանրապես արձանագրենք, որ մեր նահանջի քայլերը արդեն բոլոր հնարավոր ռեսուրսները սպառել են։ Մենք այլևս չունենք նահանջի որևէ տեղ, այս պիտի մենք արձանագրենք։ Սրա հետ կապված իհարկե մենք նաև պիտի արձանագրենք, որ ուժի իրավունքի ձոնումը Ադրբեջանի կողմից ստանում է իր համապատասխան հովանավորումը եւ պաշտպանությունը միջազգային այլ գործող անձերի խոշոր խաղացողների կողմից։ Մասնավորապես մենք ՄԱԿ-ի ամբիոնից ելույթներ լսեցինք Էրդողանի, մասնավորապես ելույթը, Նետանյահուի ելույթը, երկուսի ելույթն էլ ուժի իրավունքի մասին էր ըստ էության։ Էրդողանը խոսեց Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման մասին, ըստ էության ուժի իրավունքով գրավված տարածք է Թուրքիայի կողմից, արդեն 50 տարի մոտ կլինի։ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման մասին ասաց, ընդհանրապես արձանագրեց ավելի ճիշտ Էրդողանը, որ ուրեմն ֆեդերատիվ Կիպրոսի մասին խոսակցությունները պետք է դադարեցվեն եւ աշխարհը պիտի ընդունի հյուսիսային թուրքական Կիպրոսի գոյությունը եւ ընդունի, հաստատի եւ ճանաչի։ Սա ասենք ուժի իրավունքի ձոնումն էր։ Նույն ոճով ելույթ ունեցավ նաև Իսրայելի վարչապետը, որը ըստ էության ուրեմն նորից ցուցադրաբար մտավ Լիբանանի տարածք, ցուցադրաբար ուրեմն խոսում է ամբողջապես եւ Համասի եւ Հեզբոլլայի ոչնչացման մասին։ Հեզբոլլան ներողություն, բայց լիբանանյան վարչակարգի այսօր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Նրանց այդպես անբռնազբոս ներխուժումը լիբանանյան տարածք, ուժի իրավունքի դրսևորումը, ուժի կարևորության եւ գերակայության դրսևորումը նույնպես շատ ցուցադրական էր եւ մեզ համար պիտի լինի շատ ուսանելի պիտի լինի նաեւ օրինակ Ֆրանսիայի արձագանքը լիբանանյան այդ իրադարձություններին։ Հիշենք, որ Լիբանանը, այսինքն Ֆրանսիան մշտապես եղել է Լիբանանի պատրոն պետությունը, մետրոպոլիան է եղել Լիբանանի եւ լիբանանցի չեք գտնի, որը ֆրանսերեն չի տիրապետում կամ ֆրանսիական մշակույթին անհաղորդ է։ Լիբանանը ամբողջությամբ գտնվում էր Ֆրանսիայի տիրույթում եւ ինչ է ասում պաշտոնական Ֆրանսիան այս իրադարձությունների կապակցությամբ, ասում ենք ցավում ենք, որ այդպիսի բան է տեղի ունեցել, այսինքն ընդամենը ցավում են։ Ֆրանսիան ընդամենը ցավում է Լիբանանում տեղի ունեցող այսօր իրադարձությունների մասին, հազարավոր տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց ուրեմն հարավային Լիբանանում իրենց տարածքները, Ֆրանսիան ընդամենը ցավում է։ Գիտեք, ես անեկդոտային մի բան հիշեցի դրա հետ կապված, ուրեմն մենք 91, 92, 3 մինչև 6 թվականը խայտարակ էներգետիկ ճգնաժամում ենք գտնվում,
մենք մի սփյուռքահայ նախարար ունենք էներգետիկայի Սեփու Հտաշյան, որին մեկ անգամ 91 թվականի վերջերն էր հանդիպեցի, ասես Սեփու, ինչ պիտի լինի այս մեր բան էներգետիկայի հարցը, լույսեր չունենք, էլի, ասես այդպես չի լինի, էլի, առանց լույս ապրել բան, ասես ինչու դուք լույս չունիք, ասես չէ, մենակ ես չէ, ամբողջ պետությունը լույս չունի, ասես շատ կցավիմ։ Հասկանում եք, ասես շատ կցավիմ, Ֆրանսիան ասում է շատ կցավիմ, որ Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը, իհարկե Հեզբոլլան եւս պատասխանում է, բայց հարցը դրանում չի, հարցը Լիբանան պետության տարածքային ամբողջականության մասին է, նրա տարածքի պաշտպանության մասին է, հարցը Ֆրանսիայի մասին է, որը պատրոն եւ մետրոպոլիա է հանդիսացել Լիբանանի համար, միջազգային արձագանքը ընդհանրապես բացակայում է, այս իրավիճակի հետ կապված Պաղեստինի ղեկավարը հանդես եկավ ՄԱԿ-ի այդ գլխավոր ասամբլեայում եւս ուրեմն ներկայացրեց այն ողբալի վիճակը, որը տիրում է Պաղեստինում, Գազայի հատվածում հատկապես, ուրեմն իսրայելցիները հոկտեմբերի 7-ի այդ Համասի հարձակման արդյունքում կորցրել են 1200-1500 մարդ, այդպես 1200 քանիս այդտեղ, բայց երևի վիրավորների եւ այնհայտ կորածների հետ միասին մոտ 1500 հոգի մարդ է ստացվում, բայց պաշտոնապես արդեն արձանագրված է, որ պաղեստինցիները զոհվել են մոտ 45000 մարդ, այդ թվում մոտ 20000 երեխաներ եւ ծերեր, հասկանում եք, դա ուղղակի հումանիտար մի ողբալի կատաստրոֆիկ իրավիճակ է, բացի դրանից Պաղեստինի ղեկավարը արձանագրեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ մոտ 2 միլիոն պաղեստինցիներ լքել են Գազայի հատվածը, այսինքն փախստականներ են դարձել 2 միլիոն, հասկանում եք, դա ուղղակի, ասենք, մի սարսափելի հումանիտար կատաստրոֆիկ իրավիճակի մասին է խոսքը, որին նույնպես աշխարհը անհաղորդ է, այսինքն ուժի իրավունքը այստեղ եւս գործում է եւ մենք պիտի անկեղծ ասած սրան շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ եթե ուժի իրավունքն է գերիշխում եւ եթե Ֆրանսիան ընդամենը ցավում է, որ Լիբանանում նման իրադարձություններ են տեղի ունենում, հիշենք, որ թե Ֆրանսիան, թե ամբողջ աշխարհը ցանկացած մի երկիր, նրանք նույնպես ցավում էին, որ մեր ղարաբաղցիները լքեցին իրենց տարածք, ընդամենը ուրեմն ցավում ենք, բայց հիմա գիտեք 2 միլիոն պաղեստինցի է լքել եւ եթե 150,000 այդտեղ չի էլ երևում իրենց համար, հա, կարող է ցավեն ու անցնի առաջ։ Իսկ մենք պիտի հասկանանք, որ ուժի իրավունքը ցավոք սրտի այսօր բավական տարածված է, կիրառվում է եւ ուրեմն մեր միակ փրկությունը մեր ուժեղացման մեջ է, մենք պիտի հասկանանք ինչպես ենք մենք ուժեղանում։ Ես անկեղծ ասած սրա վերաբերյալ տեղեկություններ չունեմ, չեմ կարող վստահ լինեմ եւ հանգիստ լինեմ, որ մենք հենց այդ ուժեղացման ուղղությամբ ենք գնում, որովհետեւ բոլոր մեր այս դրսևորումները միջազգային հանրության առջև մեր խաղաղասիրությունը ներկայացնելը դեռևս չի խոսում այն բանի մասին, որ մենք նպատակադրված ենք ուժեղանալու։ Հակառակը խոսում է այն բանի մասին, որ մենք ընդունում ենք, որ մենք թույլ ենք այսօր այս իրավիճակում եւ մեր թուլությամբ դրդված մենք ստիպված գնում ենք խաղաղության։ Այս սա է, այսպես ասած, ընդհանուր պատկերացումը, ընդհանուր որակումը մեր գործողությունները, որը անկեղծ ասած հանգստություն չի ներշնչում։ Մի բան ես նկատեցի, որը նույնպես մեզ անմիջապես վերաբերվում է։ Կամալա Հարիսը, որը նախագահի դեմոկրատական տեխնացուն է, մի շատ անզգույշ իմ կարծիքով հայտարարություն արեց վերջերս, որ Միացյալ Նահանգների համար 1 հակառակորդը, եթե ոչ թշնամին, ապա Իրանն է։ Հասկանում եք, մինչև այժմ, այսինքն հակառակ Տրամփի, որը միշտ համարել է, որ հակառակորդը Չինաստանն է։ Հիմա Հարիսը հայտարարեց, որ հակառակորդը Իրանն է։ Այսինքն դա այդ հայտարարությունը անմիջապես կապ ունի մեր եղելության հետ ընդհանրապես, այո, թե դա ինչ է նշանակում։ Այսինքն ի տարբերություն օրինակ Փեզեշքյանի, Իրանի նախագահի, որը ՄԱԿ-ի այդ վեհաժողովում շատ տոլերանտ ելույթ ունեցավ, շատ հանգիստ, շատ հարմարվողական, շատ պատրաստակամություն հայտնեց համագործակցելու աշխարհի հետ, այդ թվում արևմտյան աշխարհի հետ։ Այսինքն այստեղ հստակ երևում է, որ Իրանը նոր ղեկավարության պայմաններում պատրաստ է գնալ հնարավորին չափ ընդլայնված համագործակցության, այդ թվում արևմուտքի հետ։
ետ բերել միջուկային իրենց համաձայնությունը արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ եւ գնալ համագործակցության։ Եվ սրան հակառակ Կամալա Հարիսը հայտարարում է, որ Իրանը համար 1 հակառակորդն է Միացյալ Նահանգների, իմ կարծիքով սա արդյունք է Տիկին Հարիսի ոչ այնքան պատրաստված լինելու միջազգային հարաբերություններում, բայց սա նաև վտանգ է ներկայացնում, այդ թվում նաև մեզ համար, եթե Իրանը իրենց հակառակորդն է, դա նշանակում է, որ դա Հարիսի հաղթանակի պարագայում մենք ունենալու ենք ամերիկյան եւ իրանական, այսպես ասած, կոնֆրոնտացիա, որը մեզ բացարձակ պետք չի այս բացարձակ պետք չի, հակառակը մեզ անհրաժեշտ է այսօր Իրանի եւ Արևմուտքի ամենալայնածավալ համագործակցությունն է, որը մեր օգտին է, մենք ուղղակի շահագրգիռ ենք դրա մեջ, հա, ես սա կնշեի որպես մի հանգամանք, որը մեզ համար շատ մեծ բարդություններ կարող է բերել, հիմնականում ասում են խակ է, հավանաբար այդ խակությունը ոչ պատրաստված լինելը միջազգային հարաբերություններում, այստեղ Տիկին Հարիսի դեպքում մենք պիտի ֆիքսենք եւ զգուշ լինենք նաեւ մեր հետ կապված խնդիրների ուրեմն արծարծմանը։ Համենայն դեպս ես վտանգավոր եմ համարում նման մոտեցումը։ Հաջորդը ես կնշեի Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեն ատոմակայան կառուցելու վերաբերյալ, նպատակահարմարության վերաբերյալ։ Ղազախստանը նախագահ Տոկաևը դրեց այդ հարցը ուրեմն համաժողովրդական քննարկման, ժողովուրդը 71 եւ մի քիչ ավել տոկոսով որոշեց, որ այո, կողմնակից է ատոմակայանի կառուցման։ Ես պիտի ասեմ, որ Ղազախստանը մի երկիր է, որը միջուկային ուրանի կարևորագույն ռեզերվուարներից մեկն է աշխարհի, այնտեղ ուրանի շատ մեծ պաշարներ գոյություն ունեն եւ Տոկաևը բացարձակ իմ կարծիքով ուրեմն հստակ եւ հիմնավորված ասում եմ, եթե մենք ունենք աշխարհի մեծագույն ռեզերվուարը ուրանի, ինչու՞ չունենանք դրամաբանականա, որ իրանք պետք է ունենան եւ էներգետիկ համակարգ։ Ինչու՞ չունենանք ատոմակայան։ Առավել եւս, որ այսօր աշխարհում ատոմակայանները արդեն սկսել են դասվել որպես այսպես կանաչ էներգետիկայի շարքերում։ Եթե հիշում եք 91 թվականի երբ փակվեց շարժումը, երբ սկսում էր կռիվ նետեր, չէ՞ որ դա բանը։ Մեր էկոլոգները հակառակ ասում են, սա վնաս է տալիս մեզ եւ այլն պետք է փակենք։ Հիմա աշխարհի էկոլոգներն ասում են, սա ամենաանվտանգ էներգետիկի միջոցներից մեկն է եւ ասեմ ձեզ Շվեյցարիան մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում 17 թվականին որոշում էր կայացրել էլի հանրաքվեով, այնտեղ բոլոր որոշումներն են հանրաքվեով կայացվում, որ դադարում են այլևս ատոմակայան կառուցել։ Հիմա անցավ 7 տարի, նրանք գալիս են եզրակացության, որ չէ, պիտի նորից մենք կառուցենք, որտեղ ատոմակայանը ամենաարդյունավետ միջոցն է էներգիա արտադրելու։ Հիմա Ղազախստանը քվեարկեց 71.12 կարծեմ 10%, որ այո, մենք ուզում ենք կողմնակից ենք եւ այլն։ Ինչ հայտարարեց դրանից հետո նախագահ Տոկաևը, ասաց ես կողմնակից եմ, ես ողջունում եմ ասաց այդ որոշում, ես կողմնակից եմ, որպեսզի մենք աշխատենք միջազգային կոնսորցիումի հետ, որտեղ ներկա լինեն բոլոր այն երկրները, որոնք ունեն առաջադեմ տեխնոլոգիաներ ատոմակայան կառուցելու։ Խոսքը գնում է եւ Հարավային Կորեայի մասին, եւ Ճապոնիայի մասին, եւ Չինաստանի մասին, եւ Ռուսաստանի մասին, այսինքն գնաց կոնսորցիումի գաղափարը առաջ տանելու ճանապարհով, որը ես կարծում շատ ճիշտ, շատ այսպես խորը որոշում է իմ կարծիքով եւ նույնպես շատ ուսանելի մեր կառավարիչների համար, որոնք անհասկանալի ձևակերպումներ են դեռևս տալիս, մոբիլային ատոմակայան պիտի կառուցեն, Արմեն Գրիգորյանը ասաց, որ դեռևս դա պարզ չի ամերիկացիների հետ են կառուցելու թե ում հետ, որտեղ ամերիկացիներն այնտեղ պետք է ինչ-որ որոշում կայացնեն, որ մեզ թույլատրեն այդ տեխնոլոգիաներին ծանոթանալու համար եւ այլն։ Ես կարծում եմ, որ շատ այդպես խորը մոտեցում է ցուցաբերում նախագահ Տոկաևը, հաշվի առնելով նրա մերձեցումը եւ Ռուսաստանի հետ միաժամանակ եւ Չինաստանի հետ, բայց նա չի ուզում բաց թողնել նաեւ ուրեմն արևմտյան աշխարհը։ Ֆրանսիայի հետ վերջերս պայմանագիր կնքվեց ուրանի ուրեմն վաճառքի մասին, ղազախական ուրանը գնում է արդեն ֆրանսիական ատոմակայաններն է սնուցում, պիտի ասեմ, որ Ֆրանսիան
միակ արևմտյան երկիրն է, որտեղ ատոմականները ապահովում են մոտ 70% իրենց էներգասպառման, մոտ 70%, այսինքն Ֆրանսիան շատ մեծ կախում ունի ուրանի, ուրեմն այդ մատակարարումներից եւ իհարկե հրաժարվել են, ասենք, ռուսական ուրանից։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգները չեն հրաժարվել դեռևս ռուսական ուրանից, որտեղ դրա կարիքը ունեն, բայց Ֆրանսիան հրաժարվեց, բայց փոխարինեց դա ղազախական ուրանով եւ Ղազախստանի դերը այստեղ արևմուտքում բարձրացավ համապատասխանաբար եւ Ղազախստանը խոսում է այսօր կոնսորցիումի ստեղծման մասին ատոմակայան կառուցելու։ Իսկ ատոմակայանը 10-15 միլիարդ դոլար արժե, ասենք, եթե մեկ էներգոբլոկի մասին 1000 մեգավատանոց, ասենք, մի ատոմակայանը երևի 10-ից 15 միլիարդ տարբեր տեխնոլոգիաներից ելնելով այդպես եւ մինչեւ 35 թվականը իրենք նպատակադրված են կառուցելու։ Շատ կարեւոր է եւ նորից ուսանելի մեզ համար, մեզ այդ ուղղակիորեն առնչվող խնդիր է, հարց է եւ փորձ է, որը մենք պիտի նույնպես հաշվի առնենք մեր վերջնական որոշումը կայացնելու տեսանկյունից։ Հաջորդը ես կնշեի շարունակվող տնտեսական պատերազմը, համաշխարհային տնտեսական պատերազմ ես կասեի դա։ Չինաստանը որոշում կայացրեց, ուրեմն մեզ վերաբերող հարց է, նորից դրա համար եմ ասում։ Ասենք կողքից նայողը կարող է ասել, որ չէ, մեր հետ ինչ կապ ունի, ասենք Չինաստանը բարձրացրեց ուրեմն արևմտյան բրենդիների նկատմամբ ուրեմն մաքսատուրքը հասցրեց մոտ 35-40%-ի մաքսատուրքը, այսինքն Ֆրանսիան, որը մատակարարում էր Չինաստանին տարեկան 1.7 միլիարդ դոլարի ծավալի բրենդի, մեր լեզվով կոնյակ, հիմա դրանց գինը առնվազն 35%-ով ավելացավ։ Այսինքն դժվարացավ նրանց մուտքը չինական շուկա։ Ուր են հայ կառավարիչները, որոնք կարող էին եւ կարող են դեռևս օգտագործել այս պահը եւ հայկական կոնյակը կամ բրենդին, չգիտեմ ինչպես ուզում եք ասեք, կարծեմ մենք հիմա միջազգային ասպարեզում այո, մենք բրենդի ենք կոչվում, կոնյակ չենք կարող արտահանենք, դե թող լինի դա բրենդի, հիմա ֆրանսիական բրենդին թանկացավ, այսինքն Չինաստանը որոշում կայացրեց, դա առևտրային հստակ սահմանափակում է, Հիմա այդտեղ մենք կարող ենք օգտվել, այո, կարող ենք, ուր են մեր դիվանագետները, տնտեսական դիվանագետները, որոնք պիտի այդ ազատ առևտրի ռեժիմը կարողանան սահմանել Չինաստանի հետ։ Ինչու մենք չունենք ռազմավարական համագործակցության մասին որոշում, այնպիսին ինչպիսին վրացիներն ունեն, ես կարծում եմ, որ վրացիները հիմա վրացական բրենդին կարտահանեն ֆրանսիականի փոխարեն, ծավալը միգուցե այդքան չի լինի, բայց միևնույն է, այդ ուրեմն բացը կլրացվի։ Ասեմ, որ Չինաստանը նպատակադրված է ավտոմեքենաների վրա նույնպես կիրառել սարսափելի բարձր մաքսատուրք եվրոպական ավտոմեքենաների վրա, ուրեմն եւ հացահատքի վրա եւ մսեղենի վրա նույնպես, մսային արտադրությունը հատկապես խոզի միսը Եվրոպայից ուրեմն արտահանում են Չինաստան, հիմա նրանք բարձրացնում են, որովհետեւ իրենք իրենց կարիքները կարողանում են հոգալ արդեն Չինաստան։ Սա ուրեմն չինական կողմից։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները շատ են մտահոգված կիսահաղորդիչների արտադրության տեղափոխմամբ։ Ժամանակ կար, երբ իրենք այդ արտադրությունը տեղափոխում են Չինաստան, որովհետև այնտեղ էժան էր աշխատուժը։ Հիմա հակառակը հասկանում են, որ Չինաստանը որպես իրենց հակառակորդ եւ տնտեսական պատերազմում իրենց թշնամի կարող է օգտվել այդ առիթից եւ փակել, օրինակ, ասենք, չինական ընկերությունների կողմից արտադրած կիսահաղորդիչները, որոնք էլեկտրոնիկայի մեջ մեծագույն բան ունեն, կարևորություն ունեն, մեծագույն նշանակություն ունեն։ Թայվանը հենց դրանով է ամբողջ աշխարհով շատ կարևոր որպես սուբյեկտ տնտեսական եւ այնքան քաղաքական սուբյեկտ, որտեղ այնտեղ արտադրվում են մոտ 60% աշխարհում օգտագործվող կիսահաղորդիչների։ Այս իմաստով եւ Միացյալ Նահանգների պետությունը, կառավարությունը որոշում է կայացնում բյուջետային միջոցներից 50 միլիարդ դոլար հատկացնել, որպեսզի Չինաստանում տեղակայված մասնավոր ընկերությունները, ամերիկյան ընկերությունները տեղափոխեն իրենց արտադրությունը նորից ետ բերեն Միացյալ Նահանգներ, որտեղ նրանք վախենում են, որ Չինաստանը կարող է փակել, սահմանափակել նրանց արտադրանքի ներհոսքը դեպի Միացյալ Նահանգներ եւ նրանք կզրկվեն հսկայական էլեկտրոնիկայի
իրենց հնարավորություններից այստեղ շատ հետաքրքիր պատերազմ է գնում այդ չիպերի արտադրությունը պիտի ասեմ որ իդեպ եւ շնորհավոր եմ մեր սինոպսիսին որը Հայաստանում հիմնադրված արդեն 20-ամյակը տոնեցին վերջերս եւ պիտի շնորհավորեմ այդ ընկերությանը որը ծավալվեց Հայաստանում եւ փաստորեն մենք այսօր կիսահաղորդիչների արտադրության դրանց ծրագրային ապահովման չիպ դիզայնի համաշխարհային ոչ ամենամեծ, բայց կենտրոններից մեկն ենք եւ սա մեր մրցակցային առավելությունն է բոլոր մնացած օրինակ մեր ուրեմն կողքի երկրների հետ համեմատած մենք այստեղ առաջադեմ երկիր ենք, հա, որտեղ սինոպսիսը ժամանակին այդ որոշումը կայացեց։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք պիտի մեր դռները բացենք եւ փորձենք ել ավելի ներգրավենք միջազգային ընկերությունները, որոնք զբաղվում են կիսահաղորդիչների ուրեմն դիզայնով եւ բացի սինոպսիսից նաեւ ունենանք այստեղ դե մայկրոչիպը նաեւ կա, որը սինոպսիսի չափ չի, բայց էլի բավականին մեծ է Հայաստանում ներկայացված է, ինչը էլի լավ է։ Ամենայն դեպս ուզում եմ ասել, որ քանի որ մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում համաշխարհային տնտեսական պատերազմը, մենք այստեղ պիտի այսինքն դա անդրադառնում է նաև անմիջապես մեր վրա։ Մենք պիտի հասկանանք մեր տեղը, դերը եւ արգումենտները այդ պատերազմում որոնք են, հա, հիմա տվյալ դեպքում սինոպսիսի ուրեմն գոյությունը մեր երկրում եւ մեր ուժեղ կողմերից մեր առավելություններից մեկն է։ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման վերաբերյալ առանձին բանաձև ընդունեց Նիդերլանդների կառավարությունը, բացի դրանից ուրեմն բոլոր փախստականների վերադարձի եւ նաեւ ռազմագերիների ազատ արձակման մասին որոշում կայացրեց Նիդերլանդների պարլամենտը առանձին մի բանաձևով։ Ես պիտի ասեմ, որ մենք երևի թե պատշաճ ուշադրություն չենք դարձնում Նիդերլանդներին, դա մեզ բացարձակ բարեկամ երկիր է, եթե մենք հիմա սոցհարցում անցկացնենք, իհարկե արևմտյան երկրներից առաջին տեղում կլինի Ֆրանսիան։ Բոլորը գիտեն Ֆրանսիայի կողմից մեզ աջակցության մասին, քաղաքական աջակցության, գեոքաղաքական, նաև ռազմական աջակցության, բայց ես կարծում եմ, որ շատ քչերն են տեղյակ, որ Նիդերլանդները մեզ բացարձակ բարեկամ երկիր է, բացարձակ ժողովրդավար երկիր է, դեմոկրատիայի այսպես իսկապես կենտրոններից մեկն է եվրոպական, եւ մենք պիտի պատշաճ ուշադրությամբ եւ շնորհակալությամբ վերաբերվենք Նիդերլանդներին եւ մեր անկախության առաջին իսկ օրվանից, առաջին պահից Նիդերլանդները բացարձակ աջակցություն են ցուցաբերել մեզ, թե ֆինանսական, թե բարոյական, թե քաղաքական, նաեւ տեխնոլոգիական երկիր է, դա էլ ֆիքսենք, որ լուրջ տեխնոլոգիաներ ունի։ Բացի դրանից նաև իրենց ռեժիմը, հարկային ռեժիմը, ազատությունները այնպիսին են, որ միջազգային բավականաչափ ծավալով, քանակով ընկերություններ գերադասում են իրենց գլխավոր մասնաշենքերը, գլխավոր կառույցները ունենալ հենց Նիդերլանդներում։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ անելիք ունենք, այդտեղ կարևորագույն երկիր է մեզ համար եւ մենք պիտի կարողանանք այդ բարեկամությունից առավելագույնը քաղենք։ Չեմ կարծում, որ այսօր մենք դրանում, այսպես ասած, առանձնապես հաջողակ ենք։ Մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտությունից, այն ինչի մասին, որ աշխատության համար ինքը ստացել է այդ Նոբելյան մրցանակը, ինձ համար անհասկանալի է, դրա համար ես անհամբեր սպասում էի մեր հանդիպմանը պարոն Դարփինյանի հետ, որ լսեմ իր մեկնաբանությունները։ Գիտեք, ես դե այսօր է հրապարակվել այդ որոշումը եւ ես արդեն տեսա մեր այսպես էքսպերտային, այսպես ասած, այդ թվում նաեւ սփյուռքա հայ հասարակության կողմից բավական այսպես ուրախ ուրեմն եւ զոնային տրամադրություններ, շնորհավորանքներ, որ հերթական հայ ազգի ուրեմն գիտնական արժանացավ Նոբելյան մրցանակի, ես պիտի սառեցնեմ մի քիչ այս տրամադրությունները, որովհետեւ նախ ես չեմ համարում, որ Աճեմօղլին որևէ կապ ունի մեր ընդհանրապես հայության հետ եւ հայ ինքնության հետ, ես այդպես չեմ համարում։ Այսօր տեսա նաև որոշները նրան համեմատեցին
մեր Պատապուցյանի հետ, որը կենսաբանության ոլորտում մի քանի տարի առաջ իսկապես զտարյուն հայ լինելով, կարգին մարդ լինելով, ուրեմն հաղորդակից լինելով մեր խնդիրներին, մեր խնդիրներին, իսկական գիտնական լինելով, իսկապես մեր պարծանքն է, նա իսկապես հայ է, նա իր ինքնությունը ճանաչող Արտեմ Պատապուցյանի մասին է խոսքը, որևէ համեմատություն չկա Աջեմօղլուի հետ, որտեղ նա ազգանունից բռնած, ասենք թուրքական Ստամբուլյան Գալատասարայ տղա է էլի իր համար, ասենք մեկ ես ուրեմն կուզենայի սառեցնել, նա որևէ կապ չունի մեզ հետ, այո, նրան կարելի է շնորհավորել որպես ցանկացած մեկին, ով ստանում է Նոբելյան մրցանակ, ցանկացած մեկը, դա որևէ ոչ մի կապ չունի մեզ հետ, առավել եւս որ դուք հիշում եք նա մեր այսպես ասած հեղափոխությունից հետո 18 թվականի առաջին զանգերից մեկը Փաշինյանն իրականացրեց իրեն, ասաց Աջեմօղլուին զանգեն, որ նա գա տեսնենք ինչ ենք անում, այո, տեսնենք ինչ ենք անում, որևէ ուրեմն դե այնտեղ ինչ որ թիվա հնչե, եթե ես չեմ սխալվում, թե ինչքան գումար ա ուզել կոնսուլտացիայի համար, չեմ կարող ասել ինչ թիվա ուզել, դա ես չգիտեմ, տեղյակ չեմ, փաստը մնում է փաստ, որ նա ոչ միայն անհաղորդ մնաց, բայց ես վերջերս նաև ինչ որ մի հարցազրույց էր տալիս, ասաց որ դե ես չեմ եկել, որովհետև ես ոչ մի դեղատոմս չունեի, ինչպես պիտի դա արվի եւ այլն, ոչ հիմար խոսակցություններ էր, ոչ անարժան խոսակցություններ, հա, այսինքն ինչ որ մի անհաղորդ մարդ, որ անկախ ցանկացած մեկին Իռլանդացուն բռներ, ավելի հաղորդակից կլիներ մեզ, ավելի կամեցող կլիներ ամեն դեպքում, կարողա ստացվեր, կարողա չստացվեր, բայց ոնց որ ցանկությունը կլիներ։ Անհետեւաբար փաստ համար մեկն է, որևէ կապ չունի ուրեմն հայ ինքնության հետ եւ պետք չի նրան երբևիցե համեմատել Արտեմ Պատապուցյանի հետ, սա մեկ, եւ փաստ համար երկու ես առանձնապես տպավորված չեմ իր աշխատության համար, ինստիտուցիոնալ էկոնոմիկայի, այո, դա ասենք հիմնադիրներից մեկն է, Ռոբինսոնի հետ իր գիրքը բավական տրիվիալ եզրակացությունների է հանգել, որ առանց ինստիտուտների հնարավոր չէ վերափոխում իրականացնել, դա ասենք էփած հավին էլ պարզ է, որ առանց ինստիտուտների հնարավոր չէ, ասենք դե տվել են լավ են արել, նորից եմ կրկնում, շնորհավոր ենք, բայց դա մեզ հետ որևէ կապ չունի եւ ինքնության հետ որևէ կապ չունի։ Իդեպ ինքնության մասին ասեմ, շատ հետաքրքիր բան կարդացի, վերջերս մի հարցազրույց էր, Յուվալ Նոյ Հարարին կա, որը որ Իսրայելում հրեական ինքը կարևորագույն մտածողներից մեկն է, ոչ միայն հրեական աշխարհի, ընդհանրապես համաշխարհային կլասի բան է, մտածող է, փիլիսոփա է, ուրեմն ինքը սիոնիզմի մասին մի հարցազրույց տվեց, շատ հետաքրքիր էր ինձ համար, որովհետև այն ինչ ինքը ասաց սիոնիզմի մասին, իմ կարծիքով 100%-ով վերագրելի է մեր արցախահայերին։ Ուրեմն ասաց սիոնիզմը ունի 3 հիմնակար։ Առաջինը, որ ցանկացած հրեա դա իր անձը չի ներկայացնում, այլ ազգն է ներկայացնում, այսինքն հրեան դա հավաքական կատեգորիա է, այլ ոչ թե անհատական եւ անձնային, հա։ Հիմա սա առաջինը, երկրորդը, որ հրեաները իրավունք ունեն ինքնորոշման եւ նրանք պարտավոր են ինքնորոշվել։ Եվ երրորդը, ամենակարևորը, որ գոյություն ունի աշխարհում մի տարածք, որը Հորդանան գետից մինչև միջերկրական ծով է սփռվում եւ այդ տարածքի հետ այս ուրեմն հրեական ինքնությունը ունի մշակութային, պատմական, արժեհամակարգային խորագույն կապ, այսինքն կապը տարածքի հետ, հա։ Մեր արցախահայերը ուրեմն ունեն ինքնություն, ունեն ինքնորոշման իրավունք եւ ունեն խորագույն մշակութային, պատմական, արժեհամակարգային կապ կոնկրետ տարածքի հետ։ Ըստ որում մենք պիտի չխորշենք արձանագրելուց, որ արցախահայերը, այո, ունենալով հայ ինքնություն, նրանք այնուամենայնիվ արցախահայ ինքնություն ունեն, որը տարբերվում է, օրինակ, ասենք Արևելյան Հայաստանի կամ Արևմտյան Հայաստանի, հատկապես Արևմտյան Հայաստանի ինքնության հետ, որովհետև արցախահայերը չեն տեսել Օսմանյան կայսրության ցեղասպանությունը։ Օսմանյան որևէ թուրք ոտք չի դրել Ղարաբաղյան տարածք, հասկանում եք։ Նրանք չեն տեսել, այսինքն գենոցիդ հասկացությունը նրանց ինքնության մեջ չկա։ Չկա։ Չէ, լավ։ Օսմանյան գենոցիդի մասին, Օսմանյան գենոցիդի ուրեմն հասկացությունը չկա, այո, կա արդեն ադրբեջանական գենոցիդի հասկացությունը, որի հետևից նույնպես պետք է գնալ, դատապարտել, հասնել արդարության եւ այլն։
Բայց ուզում ասել, որ սիոնիզմի այս 3 հիմնականը բացարձակ ուրեմն ընդօրինակելի են մեր Արցախահայերի համար եւ նրանց ինքնությունը պաշտպանելու, նրանց իրավունքները պաշտպանելու համար ես խորհուրդ կտայի ուղղակի, այդպես անիմաստ հավաքներ են անում նրանք, ուրեմն խորհուրդ կտայի մի հատ բան անել, էլի կարդալ, ուսումնասիրել այս դրույթները եւ փորձել այդ նույն ուրեմն գաղափարախոսությամբ իրենց իրավունքների հետևից գնալ, իսկ եթե իրենք ճիշտ գնան իրենց իրավունքների հետևից, իմ կարծիքով Հայաստան պետությունը չի կարող դրան չսատարել։ Սիրելի ռադիո լսողներ, այսքանն էր այսօրվա Դարփինյանի ժամը, մի փոքր երկար, բայց կարևոր, խնդրում եմ լսեք մեզ մինչև վերջ, հաշվի առեք, որ մենք 2 շաբաթ ձեզ հետ չենք եղել։ Այսօր այսքանը, հաջորդ շաբաթ կհանդիպենք։